Բարև ձեզ արևելքի հարտագով, հարկելի ագնտիրներ, գհետևինք մերձավոր արևելքի զարգացումներուն, գիտեք արդեն պատերազմը հադեց իր առաջին ամիսը եւ հարաճիգա ժամերը շատ կարևոր են, որովհետեւ Պակիստանի մեջ տեղի ունեցած բանակցությունները գրեթե դաբալված են, սակայն գա հույս, որ Միացյալ Նահանգները եւ Իրան նստին դարձյալ բանակցության սեղան։ Այս բոլորի մասին ավելյալ հստակ պատկերացում կազմելու համար այս պահուն կապված եմ Պետախ Տիկվա քաղաք եւ գզրուցեմ իմ գործընկեր Արտյոմ Չեռնոմորյանի հետ, նշեմ, որ մեր հայրենագիցը նաեւ խմպակիրն, գլխավոր խմպակիրն է Իսրայելահայեր հարթագին։ Բարի եկածեք, բարի օր։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Գիտեք, երբ երեք կխոսեինք, կպայմանավորվեինք, մտավախություն կար երկուքիս մոդալ, որ պատերազմը կվերսկսի եւ դուք այս ժամերուն ցավոք պիտի լայք Աբաստանանի մեջ ինչ կգադարվի այս վարքյաններուն ինչ է դրությունը ձեր մոտ։ Շնորհակալություն։ Իրավիճակը մնում է ծանր հյուսիսում, այնպես չէ, որ Իսրայելում պատերազմը ավարտվել է, պարոն Արեյան, ցավոք սրտի մի քանի թվային տվյալներ ձեզ ներկայացնեմ, երևի հետաքրքիր կլինի ձեր ունկնդիրների համար եւ ձեր հեռուստադիտողների համար։ Մեկ օր առաջվա տվյալներով դեռ նոր ամփոփումը չունենք, բայց Լիբանանից 400 հրթիռ է ուղարկվել Իսրայելի հյուսիսի ուրեմն ուղությամբ եւ 40 անօդաչու թռչող սարք, պատկերացրեք մեկ օրվա կտրվածքով։ Երբ որ ասում են հրթիռ, սա ի նկատի չունենք իրանական արտադրության այդ հսկայական 300-400 կիլոգրամ մարտակղխիկով հրթիռները, խոսքը ավելի փոքր կատյուշայի չափի հրթիռների մասն է, որոնք ասենք հրթիռահարում են մինչև 20 կիլոմետր շարավղով Իսրայելի ամբողջ հյուսիսային շրջանները։ Դուք պատկերացրեք, ասենք ինչպիսի վիճակում են մարդիկ այնտեղ ապրում հենց մարտի 2-ից, երբ որ Հեզբոլլահը պաշտոնապես հայտարարեց, որ մտնում է պատերազմի մեջ Իսրայելի դեմ։ Եվ ուրեմն պատկերացրեք 400 հրթիռ տարբեր դրամաչափի, փոքր, միջին, սրա մեջ նաև իհարկե հաշվվում են ռուսական RPG-ները կամ ռուսական արտադրության նաև հակատանկային հրթիռներ, այսինքն ընդհանուր 400 հրթիռ, 40 ԱՏՍ եւ ասենք 35 անգամ օրինակ Իսրայելի քաղաքի անունը չտամ, քաղաքներից մեկը, որը անմիջապես Լիբանանի սահմանամերձ շրջան է, 35 տագնապ է հնչել քաղաքում մեկ օրվա ընթացքում։ Դուք պատկերացնում եք, այսինքն մարդիկ ռմբապաստրանից չեն կարող ընդամենը դուրս գալ, ընդհանրապես դուրս չեն կարող գալ։ Ահա այսպեսի կատվածահար վիճակում է Իսրայելի հյուսիսը, հարավը եւ կենտրոնը համեմատաբար հանգիստ են, մեր մոտ ասենք հրթիռահարումներ, տագնապներ չկան, մեկ տագնապ եղավ պատերազմից հետո Հեզբոլլահից, գիշերը ժամը 1:15 էր 3 օր առաջ, եւ այս երկու գիշերն էլ հանգիստ կարողացել են քնել, բայց Իսրայելը գիտեք, որ մոտ 400,000 մարդ է հավաքել, այսինքն ստացել են ցավշմոն է կոչվում, սա այն փաստաթուղթն է, երբ որ կանչում են բանակ ռեզերվիստներին եւ բավականին աճել է, ասենք այս մարդկանց թիվը, որոնք ուղարկվում են Լիբանանի տարածքներ, ասենք անվտանգության կոտի ստեղծելու համար։ Այս պահի դրությամբ, որքան որ մեզ հայտնի է լրագրողներից 15%-ը Լիբանանի հարավի գտնվում է իսրայելյան ուժերի հսկողության տակ, այսինքն դեռ որոշում չի կայացվել 20%-ը Լիբանանի ուրեմն հսկողության տակ վերցնելու, մինչև Լիտանի գետը, դուք լավ գիտեք ուրեմն Լիբանանի տարածքը, այսինքն հյուսիս արևելքի մի փոքրիկ հատված Լիտանի այն ժամանակ արդեն իսկ իսրայելյան զորքերի հսկողության տակ էր, բայց այս ներքևի մասը կոր որ կա, այս ամբողջ մասը դեռևս լի էին, ասենք, տարբեր շիական բնակչություն ունեցող գյուղերով, ընդ որում նաև փաստ եմ, որ իսրայելյան բանակը որևէ ռազմական գործողություններ քրիստոնեական գյուղերի կամ դրուզական գյուղերի նկատմամբ Լիբանանի հարավում չի իրականացնում, շատ հատուկ դեպքեր են եղել, երբ որ ասենք Հեզբոլլահի ահաբեկիչները փորձել են ներխուժել քրիստոնեական բնակավայրեր եւ զենքի ուժով ուղղակի կարողացել են մարդկանց տները գրավել, մտնել, այդ դեպքում այո եղել են հարվածներ քրիստոնեական, ասենք կոնկրետ գյուղի, կոնկրետ տան վրա, որտեղ որ ասենք
թաքնված են եղել Հեզբոլլահի մարտիկները։ Դուք գիտեք Հեզբոլլահի մարտավարությունը, թե ինչ մարտավարությունով են նրանք կռվում, այսինքն պատասխանվում են խաղաղ բնակիչների հետևում, ինչպես Համասն է անում, մանկապարտեզների, դպրոցների, ասենք, բակերից կրակում են, տեղադրում են հրթիռներ, որ Իսրայելը խփի, այդ մանկապարտեզները, դպրոցները քանդի եւ ասենք ամբողջ աշխարհին ներկայացնեն Իսրայելին որպես մարտասպան ռեժիմ։ Նաև ամենակարևոր փաստը այն է, որ այսօր Արգոս, այսինքն դեսպանների մակարդակով Վաշինգտոնում նախատեսված է հանդիպում Իսրայելի եւ Լիբանանի դեսպանների հանդիպում Ամերիկայի, ասենք, Վաշինգտոնի հսկողության տակ, այսպես նախաձեռնությամբ նաև գովելի ենք համարում Աունի կառավարության, Ջոզեֆ Աունի կառավարության մեսիջները Իսրայելի կառավարությանը, որ ի վերջո ուզում են Լիբանանի կառավարությունը սկսել բանակցությունները, արդեն ուղղակի բանակցությունները, խաղաղության գործընթացը, ուրեմն Իսրայելի հետ, Իսրայելը ողջունում է այս բոլոր բանակցությունները, քայլերը Լիբանանի կառավարության, բայց ամենակարևոր խնդիրը մեզանում այն է, որ Լիբանանի ցավոք սրտի եմ ասում, Լիբանանը լինելով հատկապես Բեյրութը 70-ականներ թվականների մինչև սկիզբը Մերձավոր Արևելքի մարգարիտը գեղեցիկ քաղաք դարձավ այսինքն վերածվեց, ասենք, տարբեր իսլամական ուղղությունների, հատկապես Իրանի պրոքսի, ասենք, երկիր եւ գիտեք, նաեւ Ասադի ազդեցությունը Լիբանանում ինչպիսին Ասադի ռեժիմի անկումից հետո փոխվեց մի փոքր իրավիճակը, համենայն դեպս ես որպես հայ կցանկանայի, որ Լիբանանը լիներ այն Լիբանանը, որը դուք հիշում եք 70-ական թվականների սկզբին։ Պարոն Չերնոմորյան, որոշ անշուշտ վերաբահություններ ունիմ ձեր խոսքին վրա, բայց ինձ համար մտահոգիչը այն է, որ ես եւ դուք ականատես եղած ենք բազմաթիվ պատերազմներում 2000 թվականեն առաջ նույնիսկ 95-ին, 96-ին սկսյալ այդ օրերուն միշտ բանակցության հույս մգար։ Այսօր իրավիճակը շատ տարբեր է Լիբանանի մեջ։ Այն իմաստով, որ քիչ առաջ դուք նշեցիք Գարաբարության կորզիչներու անուններ, նախագահ, վարչապետ, որոնք հայտարարած են, որ Հեզբոլլահի զենքը աբորինի է։ Սա կարևոր եւ նոր փոխանցագությամբ զարգացում է։ Բայց քեդնի վրա ինչ որ կտեսնենք, քեդինը դակավին կշարունակե մնալ Հեզբոլլահի ցերքին դակ, այսինքն Իսրայելացի քաղաքական գործիչները այս մեկը ճիշտ կհաշվառեն, ճիշտ կդիտարկեն, այնպես չէ որ երկու տեսփան հանդիպեցան, այսինքն խաղաղություն մի դիպերեն ոչ Լիբանանի տեսփանը ներուժ ունի, ոչ Լիբանանի նախագահը ներուժ ունի եւ հստակ է որ հակառակ որ դուք կնշեք թե Հեզբոլլահը ապեգիչ է, բայց ուզենք կամ ոչ, սիրենք կամ ոչ, պարոն Չերնոմորյան, հարգանքս ցեզի, Հեզբոլլահը փաղկացուցիչ մնե լիբանանյան մեծ մոզաիկ են, որպես շիիտ համայնքի ներկայացուցիչ։ Այսինքն իրերու բերումով ինչ հանգամանքներով այսօր Հեզբոլլահը մեծ ուժ կներկայացնե։ Ոչ ես ուրախ եմ, ոչ դխուր եմ, բայց փաստը այդ է։ Դուք ինչպես կդիտարկեք այս իրավիճակը։ Նախ համաձայն եմ ձեր հետ, որ այն, որ դեսպանները հանդիպեցին, սա չի նշանակում, որ երկու երկրների միջև խաղաղության գործընթացը արդեն մտնում է բնականոն։ Լրիվ կիսում եմ ձեր մտահոգությունը։ Նաև Իսրայելում շատ լավ գիտակցում են ինչ է Հեզբոլլահը, ինչպիսի հնարավորություններ ունի, գիտենք, որ տասնյակ հազարավոր հրթիռներ ունեն, խոսքը տասնյակ հազարավոր հրթիռների մասին ասելիս, ասենք, դա չի վերաբերում մինչև Էլատ խփելու հրթիռներն, այլ նույնիսկ Կատյուշա, ասենք, տարբեր տեսակի, տարբեր դրամաչափի իրանական արտադրության, հյուսիսկորեական արտադրության, ռուսական արտադրության հրթիռների, ինչպես նաև շատ վնասակար են, ասենք, այդ կորնետ հրթիռները, հակատանկային հրթիռները։ Համենայն դեպս, մենք շատ լավ գիտենք, որ Լիբանանի բանակի բանակայինը ցերեկ, ասենք, աշխատավարձ է ստանում լիբանանյան բանակից եւ երեկոյան ծառայում է նաեւ Հեզբոլլահին։ Այսինքն, եթե այդ զինվորին Աունի կառավարությունը կամ վարչապետի կառավարությունը հրամայի, որ ասենք վաղը դու պետք է Լիբանանի, ասենք, Հեզբոլլահին զինաթափես, նա ինքը իրեն ինչպես է զինաթափելու, ինքը հոյիր ոտքին չի կրակելու։ Սա է խնդիրը։ Եվ Իսրայելում սա լավ հասկանում են եւ այս մասին իհարկե շատ վերլուծաբաններ, այսինքն լուրջ վերլուծաբաններ, որոնք որ ասենք կամ նախկին հետախույզներ են կամ հետախուզության գեներալներ են, խոսում են այս մասին, որ գետնի վրա հնարավոր չէ, ասենք, շիա, քանի որ Լիբանանն ունի շիա բավականին լուրջ համայնք, որը նաև ֆինանսավորվում էր տասնյակ տարիներ Իրանի վարչակազմից, հնարավոր չէ այս մարդկանց ուղեղները փոխել եւ փաստացի
այնպես է ստացվել, որ Հեզբոլայի ձեռքերով Լիբանանը ունեցավ բանակ Լիբանանի տարածքը պաշտպանելու համար եւ Ասադի ժամանակ էլ Հեզբոլահը բավականին լուրջ ուժ էր եւ կռվում էր Ասադի օգտին, ասենք թուրքական այս ահաբեկիչների, Ալ-Շարայի ահաբեկիչների դեմ։ Դուք ինձանից դա լավ գիտեք։ Այսինքն ստացվել է, որ Լիբանանն ուներ Իրանի կողմից ֆինանսավորվող գեներալներով եւ տարբեր այս վերջերս 3 առաջ օրը Իսրայելյան օդուժի ուրեմն հարվածներից սպանվել են իրանական գեներալներ, որոնք ասենք հեղափոխության պահապանների գեներալներն են, որոնք ասենք կոորդինացնում էին Հեզբոլայի աշխատանքները, Հեզբոլայի մարտերը, ասենք Իսրայելի դեմ։ Սա մի օրվա խնդիր չէ, հնարավոր չէ սա արմատախիլ անել, քանի որ կան այդ հարավային գյուղերում շիա բնակչությունը, որոնց մարտիկ, տղամարդիկ ամբողջությամբ ներգրաված են Հեզբոլայի զինված ուժերում, սա իմ կարծիքով հնարավոր չէ այս խնդիրը լուծել։ Դրա համար Իսրայելը գնաց այս քայլերին, որոշեցին, որ տեսեք 2023 թվականից Իսրայելի ողջ հյուսիսը անկանոն տարիներ շարունակ 3 տարի հրթիռահարվում է Հեզբոլայի կողմից։ Անցյալ տարի եղավ այդ ռազմական օպերացիան, որ ասենք մասնակի հարվածներ հասցրեցին, բայց չկարողացան արմատախիլ անել, ինչու չի ստացվում Իսրայելի մոտ պարոն Արյան արմատախիլ անել Հեզբոլահը։ Շատ պարզ պատճառով, որովհետև բնակչության 1/3-ը շիա է, բնակչության 1/3-ն էլ արմատագրված է այս Հեզբոլահին օգնելու համար։ Դու չես կարող բնակչության 1/3-ին բնաջնջել, որպեսզի հաղթանակ տանես Հեզբոլայի նկատմամբ։ Բայց շատ գովելի է, ասենք, ԱՈՒՆ-ի կառավարության հայտարարություն, ի վերջո տասնյակ տարիներ անց Լիբանանի կառավարությունը իր մեջ ուժ գտավ Հեզբոլային հարտահարելու ուրեմն օրենքից դուրս։ Այստեղ նաև շատ մեկ կարևոր վերլուծաբաններն Իսրայելի կարևոր ուրեմն նյութ են նշում, շատ կարևոր փաստ, որ այս պայթրությամբ շիա ուրեմն բնակչության մեջ Լիբանանում կա, ասենք, մասնատում, այսինքն մի մասը շիաների արդեն իսկ չի վստահում Հեզբոլահին։ Ես ուզում եմ, որ դուք նաև այս մասին ինձ մի փոքր եթե գիտեք տեղեկացնեք, որտեղ Իսրայելում սրա մասին շատ են խոսում, անուններ են նույնիսկ տրվում, որ ասենք կա առանձին մաս շիա բնակչության, որոնք արդեն իսկ շատ ասենք վատ են տրամադրված Հեզբոլահին եւ կոչ են անում, ասենք, այն մյուս թևին շիա բնակչության հանգիստ թողնել Լիբանանը եւ ի վերջո ապրել խաղաղ պայմաններում, որովհետեւ պատկերացնում եք, եթե մենք ասենք 39 օրվա ընթացքում տեսակ թե ինչ պատերազմ է Իսրայելում 7200 վիրավոր, 28 զոհ եւ հետաքրքրին այն է, որ Իրանի այս ռազմական գործողությունների ընթացքում որևէ մեկ զինվորական չի սպանվել։ Իրանում մենք որևէ ինքնաթիռ չենք կորցրել՝ ի տարբերություն Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Պատկերացնում եք, ոչ մի ինքնաթիռ Իսրայել չի կորցրել, ոչ մի նավ չի խոցվել, ոչինչ չի խոցվել։ Այսինքն Իրանի հիմնական պատերազմը Իսրայելի խաղաղ բնակչության դեմ էր ու պարոն Արյան, երևի ձեզ էլ հետաքրքիր լինի, ուրեմն նախքան Լիբանանի այս թևի մասին ձեր պատասխանը, հա, մեկ հետաքրքիր ինֆորմացիա ասեմ, ցավոք սրտի բավականին մեծ քանակությամբ Ադրբեջանից Իսրայել մշտական տեղափոխված հրեաներ կամ խառը ընտանիքներում եղած ադրբեջանցիներ են ձերբակալվում Իսրայելի հատուկ ծառայությունների Մոսադի կողմից, որոնք լրտեսել են Իրանի օգտին։ Այսինքն սրանք շիաներ են, լրտեսել են Իրանի համար ու անընդհատ, ասենք, ամսվա կտրվածքով մի քանի անգամ այսպես նորից տեղեկություններ ես իմանում, որ նորից սրան են ձերբակալել, նրան են ձերբակալել ու ցավոք սրտի այս ադրբեջանցիները բավականին ես եթե չեմ սխալվում անցյալ տարվա դրությամբ 28 հոգի ձերբակալել էին ադրբեջանցիների, որոնք ասենք իբր հրեական արմատներ ունեն, ասենք կանայք հրեաներ են, իրենք ադրբեջանցիներ են, եկել են Իսրայել, նույնիսկ բանակի երկաթյակ գմբեթի զինվորներ են եղել, ասենք նաև տարբեր ստորաբաժանումներում գաղտնի ընդգրկված, ծառայած, ասենք մարտերի մասնակցած մարդիկ, որոնք վաճառել են Իսրայելին այս կարևոր տեղեկությունները փաստորեն Իրանին, այդ մասով շատ չի նշվում, որ սրանք ադրբեջանցի են, որպեսզի ավելորդ հարաբերություններ չսրեն տեղի ադրբեջանական համայնքի հետ, բայց համենայն դեպս մենք հոտա գիտենք ու դա այդ մասին խոսում ենք։ Խնդրեմ կներեք։ Շնորհակալ եմ, վերջին ծեր տեղեկությունները շատ կարևոր էին եւ առնվազն ինձ համար ենթադրություններ կային, բայց հիմա հաստատեցիք։ Գիտեք, լիբանանյան գդրվածքով գրնամ որոշ նեանս մնալ ավելցնել ծեր խոսքին վրա,
Ընդհանրապես, այո, Հեզբոլլահը առաջվա անցյալի զորակցությունը չի վայելեր։ Ոչ միայն լիբանանյան, այլ նաև իսլամական եւ մանավանդ արաբական միջավայրի մեջ։ Ալ ուր մնաց այն բնակիչները, որոնք հազիվ վերադարձած էին հարավ եւ Հեզբոլլահը իմամ այաթոլլահ Խամենեի վրեժը լուծելու համար սկսավ այս խելացնոր բادرազմին, որ բادرազմ չէ խորքի մեջ, այլ արգածախնդրություն է, որովհետև ուժերու հավասարակշռությունը ցույց կտա, եթե Հեզբոլլահը ճիշտ կարտար այսօրվա իր թեմը դրված ընդանուր սենք վիճակագրությունը, պիտի իսեր, որ ես կորց չունիմ, ես հանգիստ դեղս նստած եմ եւ կշարունակեմ իմ գործունեությունս, կփորձեմ բեդության հետ լիբանի բեդության հետ լեզու գտնել, նոր ֆորմատով գործել, սակայն կմնամ իմ քյուղերուս, իմ հարավիս եւ այն հարավին, որուն համար ես 20-30 տարի է վեր արյուն կդրամատրեմ եւ կզոհվեմ։ Բայց գադարվեցավ այն ինչ որ գադարվեցավ, լիբանանցի վերլուծաբաններ կգարձեն, որ Հեզբոլլահի մեջ թև մը գա, որ գլխավոր առանցքն է, գշարժի միայն Թեհրանեն եկած թելատրանքներով եւ անոր թեմ կան մի քանի հոսանքներ, բայց ճունին այն ուժը, որ ունի այդ գլխավոր հոսանքը։ Իսկ ինչ կմնա ժողովրդին, ժողովուրդը բնականաբար դժկոհ է, բաժնված է, շատեր որոնք նպաստ կստանան Հեզբոլլահին եւ կստանային այսօր չեն ստանար նպաստ շվարած վիճակում ունին, քաղաքական դարձած են եւ շատ մարդկայինորեն սարսափելի պատկերներ կան Լիբանանի քաղաքականներու բարակային, որովհետեւ գիտեք այսօր Իսրայել այնպես մկանտած է հարավը, որ առաջվա նման հաջորդ օրը հրատատարին դժվար թե լիբանանցիներ կարողանան իդ իրենց դուները եւ շեները եւ գյուղերը եւ քաղաքները վերադառնալ։ Սա լուրջ խնդիր է Նաև ասեմ, որ գիտեք, ես թեմ եմ թավատրական տեսություններում, բայց Իսրայելի վարկը քիչ մը ինձի համար գասկածների ու թուր կփան։ Այն իմաստով, որ չորեքշաբթի օր, երբ Իսրայել հարվածեց Բեյրութի 100 թիրքեր, որոնք կսվին, որ Հեզբոլլահի թիրքերն են, այդ թիրքերուն մեջ զոհերու մեծամասնությունը, բարոն Չերնոմոնյան, անձեն խաղաղ բնակիչներ են եւ իզարմանս մեզ շատերուն այդ զոհվածներու մեծ տոկոսը սուննիներ են։ Հիմա մենք համայնքային դրույթով չենք խոսիր, բայց իրականություն մը գա։ Արդյոք Իսրայել այս ցևով այս քայլերը անելով գպապակի գղծա որ Լիբանի մեջ ներքին բادرազմ ցակեցնե արդյոք այդ է պատկամը որովհետև այնինչ որ տեղի ունեցավ ռազմականորեն ոչ մեկ առավելություն ռազմավարականորեն ընդհանրակը ամբողջ աշխարհը Իսրայելը դադարեցրեց որ Բեյրութը հերիք է մի ռմբագոծեր այն շրջանները ուր Հեզբոլլահը նույնիսկ եթե գոյություն ունի բայց իր շրջանները չեն սեփվիր իր շրջանը դահյեն է հարավային արվարձանն է դու գալ գիտեք որ քարուկանտ է հետեւաբար այս առումով լուրջ հարցադրումներ կան եւ ասկե ելնելով ես պիտի հարցնեմ անգերձորեն դուք ինչ տվյալներ ունիք քետնի վրա գսեն թե Իսրայելը շատ թանտաղ գարաչանա հարավի մեջ, Լիբանանի հարավի, այսին Իսրայելի հյուսիսի մեջ, եւ այդ առումով մեծ գորուսներ ունի եւ կդժվարանա քեդնի վրա իրավիճակ փոխել։ Սա ճիշտ է արդյոք։ Կուզեմ ցեզ մելսել։ Նախ ուրեմն երեկվա տվյալները, որ այսինքն երեկվա տվյալները դեռ այսօր չունենք, բայց 3 առաջողա տվյալները 200 ուրեմն հարված էին հասցրել, 200 նշանակետ էին վերացրել։ Սյունիներով բնակեցված եւ ասենք խաղ բնակչության շրջանում զոհերի մասին, ասենք Իսրայելում խոսում են ընդդիմադիր լրատվամիջոցները, ասենք մի քանի լրատվամիջոցներ կան Իսրայելում, գիտեք Իսրայելը դեմոկրատական երկիր է, մեր մոտ ինտերնետը աշխատում է եւ նույնիսկ շաբաթ օրը Նեթանյահուի կառավարության դեմ հակա պատերազմական պացիֆիստները շատ մեծ ցույց էին կազմակերպել, մոտ 15000 մարդ էր հավաքվել, ասենք Հաբիմային, որտեղ որ Տել Ավիվում աշխատում եմ, այդտեղից ընդամենը 400 մետր հեռու է գտնվում այդ հրապարակը, բավականին մեծ զանգված էր հավաքվել կառավարության դեմ հակակառավարական ցույցերի, չնայած որ ասենք Իսրայելի կառավարությունը մինչև մի թիկունքի ծառայությունը մենք պատերազմի մեջ ենք, արգելում է մարդկանց հավաքները կազմակերպել։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ այնպես չէ, որ Իսրայելի հասարակությունը ամբողջությամբ, ասենք, կողմ է պատերազմին եւ ասենք ուզում է, որ ասենք մենք այս պայմաններում ապրենք։ Նաեւ տնտեսապես ենք ծանրացել, բենզինն է թանկացել եւ այլն։ Սա առաջինը։ Երկրորդ, ինչ վերաբերում է, ասենք
հարվածներին բոլորի համար շատ պարզ է, պարոն Արարյան, ցավոք սրտի, հա, երբ որ հարվածը տեղի ունենում նույնիսկ եթե Իսրայելում պետական տվյալներով նշվում է, որ ասենք այդ ավիահարվածի ընթացքում սպանվել է ենթադրենք 100 մարդ, այդ 100 մարդից ենթադրենք 70-ը եղել են Հեզբոլայի զինվորներ, 30-ը նրանց ընտանիքի անդամներ, կամ ասենք այդպես ենթադրենք ներկայացումած, այս օրինակ եմ բերում, ասենք այդ դեպքում այդ 30-ը պարզ է, որ նրանց ընտանիքի անդամներն են, որոնք երեխաներ են եւ նրանց կանայք են եւ այլն եւ այլն, ասենք, երբ որ տանը բնակելի շենքին են հարվածում, որտեղ ասենք Հեզբոլայի բնակիչներն են, ասենք, բնակվում, հա, շիաներ կամ թեկուզ ասենք հենց այդ շենքի պայթյունից կողքի շենքը կարող է ամբողջությամբ փրվել, որովհետեւ նույն պատկերն է նաեւ Իսրայելում, երբ որ մեկ հրթիռ ասենք ընկնում էր շենքի բակում, այդ շենքի, ասենք, հարվածից 3 շենք էր փլվում։ Այսինքն նույն տարբերակը այստեղ է, երբ որ ասենք դու հարվածում ես թեկուզ Լիբանանի Բեյրութի կենտրոնի կամ Արվարձան Դահիայի շրջանի, ասենք, շիա բնակեցված տարածքի նրա հարևանությամբ գտնվող թե հայկական թաղամասը եթե լինի կամ պատահաբար անցորդ լինի կամ չգիտեմ սյունի բնակչություն լինի, պարզ է որ պետք է ցավոք սրտի զոհեր լինեն եւ սա պատերազմ է։ Նույն հաջողությամբ Հեզբոլահն է նույն ձևի կռվում շատ ավելի վատ։ Եթե Իսրայելը, ասենք, ավիահարվածները կոնկրետ նպատակներն շատ ցածր բարձրության են թռնում ինքնաթիռները եւ վախեցնում են նաեւ սարսափ են, ասենք, տարածում նաեւ Բեյրութի բնակչությանը, գիտեք չէ, ինչ ցածր են թռչում, որովհետեւ Լիբանան հակաօդային պաշտպանություն չունի, այդ ցածր բարձրության վրա մեծ արագությամբ F-35-ները երբ որ թռչում են ու ասենք խոսում են թիրախները, սարսափելի մարդկային ապրումներ ուղղակի բառը չես կարող գտնել, ու այդ մարդկային ապրումները, ասենք, ներկայացնել, սա բոլորս հասկանում ենք։ Բայց ասենք այդ հարվածից էլ հնարավոր է իհարկե պատերազմ է, որ շատ անմեղ մարդիկ զոհեն։ Ես իհարկե որպես հայ շատ ցավում եմ բոլոր մահացածների համար եւ Իսրայելում եւ Լիբանանում եւ ցանկացած մարդկային կորուստ, դա լուրջ մեծ ողբերգություն է։ Ինչ վերաբերում է, ասենք, Իսրայելի այդ թեմաներն, այո, խոսում են իհարկե, մեր մոտ ասենք կան ընդդիմադիր, ինչպես ասացիք այս լրատվամիջոցներ, որոնք ասում են էֆեկտիվությունը։ Խնդիրն այն է, որ Բեյրութն էլ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները հորդորել է այլևս Բեյրութին չհարվածել, կարծեմ Բեյրութը այս 2 օրը հարվածներ չի կերել լուրջ, այսինքն չեն հարվածում Բեյրութին, հիմնական ռազմական Էլ սև չորեքշաբթիեն հետո էլ ինչ հարված, մի օրվա մեջ 300, նույնիսկ 350 զոհի մասին կխոսվի եւ անզեն խաղաղ բնակիչներ, որոնք ոչ Կալաշնիկով ունին իրենց ցերկը, ոչ ալ Հեզբոլայի տեղին տրոշը։ Դե ամենայն դեպս միջազգային այդ ղեկավարների ճնշումը եղավ շատ հզոր, բայց թե չասեմ, որ Նետանյահուի կառավարությունը դրանից ազդվել է կամ չի շարունակելու իր գործունեությունը։ Բանի դեղ չի տներ, այսինքն մեկ խոսքով։ Ոչ։ Այսինքն եթե հետախուզությանը պարզ լինի, որ ինչ որ ահաբեկիչ, Իրանի զինվոր կամ իրանական ինչ որ մի գեներալ, որը գործուղված է այս օրերին գտնվում է Լիբանանում եւ Բեյրութի ինչ որ միտեղ թե է խմում, հնարավոր է որ հենց այդ մարդուն էլ հարված հասնեն։ Նաեւ սա լուրջ մեսիջ էր ԱՈՒ-ի կառավարությանը, պարոն Արարյան, հենց սյունիներին նաեւ, որ ենթադրենք դուք պետք է մի բան անեք։ Այո, մի բան դրանք, եթե չեք անելու, ուրեմն կանենք մենք այնպես ինչպես մենք գիտենք։ Սա շատ պարզ մեսիջ էր։ Տեսեք Սիրիայում ինչ է անում Իսրայելը, երբ որ ասենք սրանք մտան դրուզների գյուղերը սկսեցին մարդկանց սպանել, չէ, այս տահաբեկիչները, այս Ալ-Շարայի, հա, Ջուլանի, ինչ արեց Իսրայելը։ Հիմա բարոն նախագահ Ջուլանի չէ, այլևս Ահմեդ Շարա Սուրիո նախագահն է, բոլորին գոհ են տունված, բան Չերնոմորյան։ Ես թե մեր համար մեկ է, նույն ահաբեկիչն է մնում, այնպես չէ որ փոփոխվել են թուրքերի դրածուն է, պարզ է մեր համար։ Իմիջիայլոց տեսել եք 3-4 օրվա Էրդողանի ու Նետանյահուի այսպես Բանավեճ մի եղավ, այո, բանավեճ մի եղավ։ Փոխադարձ բանավեճ։ Հիմա, այո, պարոն Արարյան, տեսեք, Իրանում իրավիճակը հիմա բլոկադայի մեջ է Հորմուզի նեղուցը, գիտեք։ Իրանը շատ սխալ քայլեր արեց, կարող էր իմ կարծիքով շատ ավելի հետաքրքիր ձևով մարտերը վառել եւ հարձակումը Պարսից ծոցի բոլոր այն պետություններին, որոնք կամա թե ակամա ավելի լավ էին, հեշտ էին նայում, ասենք Իրանին, ավելի այսպես բարի դրացիական երբեմն եւ լավ հարաբերություններ նաեւ մասամբ ունեին Իրանի հետ, Իրանը այս բոլոր թելերը կտրեց եւ փաստացի այնպես է ստացվել, որ Սաուդներն այսօր
խնդրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ պատերազմը չավարտեն, եւ Էմիրատները եւ Կատարը նույնիսկ, հա, եւ այս պարագայում ով է հիմնական տուժող, այս պարագայում շատ լուրջ տուժվում է Համասը, որ այլևս Կատարի գումարները չի կարող ստանալ, Իրանից օգնություն չի կարող ստանալ Համասի վիճակն է ծանրանալու, այսինքն տեղում Համասի հարցերը շատ հեշտությամբ արդեն կլուծվեն, թողնելով որ հյուծվի ինքն իրեն, որովհետև ծովից բլոկադա է, Եգիպտոսից Ռաֆիախը Իսրայելն է հսկում, սահման չունեն, ոչ մի բան չունեն, այն օգնությունն էլ ինչ որ թողնում է Իսրայել, ասենք միջազգային հանրությանը, որ մտնեն ուղղակի սովամատ չանելու համար, սա ասենք Գազայի համար շատ լուրջ հարված էր, երկրորդ լուրջ հարվածը Հեզբոլլահը հիմա կուտի, որովհետև արդեն ինչ շիաների համար ամենածանր բանը որն է կյանքում, ընդհանրապես այս տեսակի մարդկանց, հա, իրենց սեփական հողերի կորուստը։ Ու պատկերացրեք հիմա 15% այս պայթրությամբ Լիբանանի հարավի օկուպացված է, այո, մասամբ համաձայն եմ ձեր այն կարծիքի հետ, որ իսրայելյան բանակը հիմա դանդաղ է շարժվում, մենք արդեն 12 կարծեմ զոհ ունենք զինվորականների շրջանում, որոնք ասենք սպանվել են անմիջական Հեզբոլլահի զինյալների հետ մարտերի ընթացքում, 12 զինծառայող ունենք սպանված, թե պատկերացրեք, եթե 100,000-ից ավելի մարդ կա այդ տարածքում, 100,000-ը մտել են ինժեներական զորամիավորումներ են, տարբեր ասենք տեսակի ստորաբաժանումներ են, հետախուզական եւ այլն, 100,000 մարդ որ գտնվում է ասենք փոքրիկ Լիբանանի հարավային շրջանում, մաքրելով շարժվում են դեպի վերև, չէ՞։ Ասենք պարզ է որ բունկերներից ինչ որ մեկը կարող է դուրս գալ, ինչ որ մեկին գիշերը սպանել կամ կրակել կամ թեկուս բարեկամական կրակից ասենք ինչ որ մեկը զոհվի կամ ինչ որ տեղադրված մինի վրա, ականի վրա պայթեն, ասենք մեքենաները, սա հիմնականում սա իրավիճակ ասենք Լիբանանում, բայց որ Իսրայելը արդեն մինչև 10 կիլոմետր Իսրայելի բուն սահմանից բուֆերային գոտի է ստեղծել Լիբանանում, նախկինում 5 հենակետից 15 հենակետ է կառուցել արդեն, 15 ամրացված հենակետ եւ փաստացի կրճատվել է մինչև 10 կիլոմետր հեռահարության ականանետները որ կան, հա, ռուսերեն մինամյոտներ, այս սրանց աշխատանքը արդեն բացառվում է։ Իսկ նախկինում Հեզբոլլահը ոչ միայն ասենք քրտիներով էր խփում, այլ նաև ականանետներով, հա, այսպես դնում են, կրակում են Իսրայելի տարածքը, որտեղ որոնքներ է, ասենք ահաբեկում են ողջ Իսրայելի հյուսիսային այդ բնակավայրերը։ Ցավոք սրտի մենք ունենք նաև հայերային շրջաններում ապրող, մեր հյուսիսում ապրում է մոտ 3000 հայ, կապի մեջ եմ նրանց հետ, կան հայեր, որոնք ապրում են 6 կիլոմետր, 7 կիլոմետր հեռավորության Լիբանանի սահմանից, նրանք տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ այժմ, այսինքն մարդկանց տունը տան վարձը վճարում ես, բայց տանը չես կարող ապրել։ Հասկանում եք։ Բան Չերնոմորյան, ունենք երկու հարցում, բայց պիտի բավարարվենք մոտավորապես 8 րոպեի մեջ։ Առաջինը ամենակարևորն է, գիտեք, երկար ժամանակ է վեր կխոսվի այն մասին, որ Նատանյահուն անկարող է պատերազմը դադրեցնել։ Այն իմաստով, որ այն օրը որ կդադրեցնե, ներքին իրավիճակը կբայթի, ընդդիմությունը փողոց կիջնե եւ կդաբալենզինք։ Ինչքանով ճիշտ է այս դրույթը եւ այսօր Իսրայելի ընդդիմությունը ուր է, ինչ կնե, ինչ է իր խոսույթը եւ արդյոք ինչ որտեղ իշխանապողության վառ հույս մգա կամ բարձրապես այս բոլորը թավատրական դեսապանության մեջ են։ Ինչպես կդի դարգեք, համեցեք։ Լավ, ուրեմն կարճ պատերազմի ժամանակ անկախ նրանից ով է Իսրայելի վրա հարձակվում, անկախ նրանից թե իրար միշտ ինչքան են ուտում, ժողովրդի լեզվով ասած, իրար ինչ ամենավերջին բառերը քնեսետում չեն ասում, Իսրայելի ժողովուրդը միահամուռ բոլորը մեկ մարդ դարձած գնում են պատերազմ, գնում են կռվելու։ Իսրայելում մեկ նախադասություն կա. սկզբում պատերազմը հաղթենք, մենք մեր ներսի հարցերը ինքներս մենք կլուծենք։ Սա հոկտեմբերի 7-ից մինչև այսօր այս բանաձևը գործում է։ Սրա հետ կապված բոլոր դատական ուրեմն գործընթացները Նատանյահուի դեմ ժամանակավորապես դատարեցվում են, այս մի քանի օրը Նատանյահուն եւս դատական նիստի պետք է մասնակցեր, բայց ռազմական կաբինետի, ասենք, զբաղվածության պատճառով անընդհատ դատական նիստերը Նատանյահուի դեմ կաշառակերության եւ այլն հետաձգվում են։ Նատանյահուն այն հին քաղաքական գործիչներից է, որը շատ լավ գիտի հետեւյալ ֆորմուլը, բանաձևը, երբ որ ներքին խնդիրներ ունես եւ դեմոկրատիա, ժողովրդավարության հետ կապված եւ այլն եւ այդ օրթոդոքսների բանակ չգնալ, այսինքն լուրջ խնդիրներ ունենք մենք երկրի ներսում քաղաքական, այս խնդիրները լուծելու ամենալավ բանաձևը պատերազմն է։
Եվ այդ պատերազմն է ցավոք սրտի այնքան է այս պետությունը թշնամիներով շրջապատված, որ ասենք ամեն ընթացքում առիթը բաց չի թողնվում, ասենք ենթադրենք Համասը ինչպես էր պատերազմը սկսում Իսրայելի դեմ, Իսրայելը գիշեր իմանալով ինչ որ Համասի մի հատ հրամանատարի մասին գիշերը սրան խփում էին Նեթանյահուի հրամանով, հա, ինչպես տեղի ունեցավ 2023 թվականի մայիսին Ջիհադ Իսլամի ժամանակ, հա, Գազայի գոտում մի հատ ռազմական կազմակերպություն, որը Համասից 2 անգամ թույլ է, սրանց ղեկավարին հրամանատարին խփեցին, սրանց ցույցեցին Իսրայելի տարածքը ուրեմն ռմբահարել, այդ ժամանակ Իսրայելում շատ ուժեղ ցույցեր էին տեղի ունենում հակակառավարական, մինչև 1.5 միլիոն մարդ մասնակցում էր այդ ցույցերին։ Այդ մայիսի պատերազմից հետո մի շարք օրեր չանցած Համասը հարձակվեց Իսրայելի վրա։ Ես համարում եմ, որ այս Համասի հարձակումը կառավարությունը Նեթանյահուի գիտեր սրա մասին, որ այստեղ շատ սև էջեր կան, բոլորս գիտենք, նույնիսկ Իսրայելում են դա ասում, որ սա ամոթալի էր եւ սա Իսրայելի կառավարությունը գիտենալով աչք է փակել, ուղղակի չէին պատկերացնում այդ մասշտաբը, որ ասենք մտածում են 10 տերորիստ ներս կմտնի, բայց 10,000 ներս մտավ եւ մի շարք բնակարարներ գրավեցին։ Սա ձեր հարցի պատասխանը։ Իսկ քաղաքական բում կսպասվի, երբ որ բունտ է հնարավոր է, որովհետեւ Նավտալի Բենետը հիմա նախկին վարչապետը, որը ասենք Յայիր Լապիդի հետ կառավարություն էին կազմել նախքան Նեթանյահուի հետ գալը, նրանք էլ արաբական կուսակցությունների հետ էին համագործակցում, որովհետև նրանք ցախ կենտրոնամետ են եւ ասենք շատ այս աչակողմյանները շատ էին դժգոհ, որ ասենք ցախ կենտրոնամետները, որոնք իրոք ժողովրդավարական ուժեր են, դեմ էին այսինքն միասին արաբական կուսակցությունների հետ կոալիցիա են կազմել եւ արաբական սեկտորը ասենք փող էր ստանում կառավարությունից, բայց ինչու պետք է չստանա, եթե այդ մարտիկ նաեւ Իսրայելի քաղաքացիներ են, աշխատում են, ապրում են եւ հարկեր են վճարում Իսրայելի կառավարությանը, ինչու պետք է այդ կուսակցություններն ասենք ֆինանսավորում չստանան, ասենք իմ համար սա շատ սովորական բան է։ Հիմա երբ որ Իսրայելում պատերազմը ավարտվեց, նախ տնտեսական ճգնաժամը, այս պայթրությամբ բենզինի գները եւ այն ճիշտ է Իսրայելը շատ լավ դիմացավ այս պատերազմին, անկեղծ ասած, պարոն Արյան, որովհետեւ հիմա դոլարի նկատմամբ շեկելը 3 շեկել է դարձել, այսինքն վերջին 30 տարվա մեջ շեկելը շատ ամրացել է Իսրայելը, ասենք ռազմական հաղթանակների հաջողությունների առումով, երբ որ ասենք շուկան դեռևս դիմանում է։ Բայց ամենայն դեպս մեծ շանս կա, որ մենք եւս նաև ձեր խոնարհծարան կգնանք նորից կմասնակցենք ընտրությունների ցույցերի, այո։ Եվ հետո ընտրությունների։ Վերջին հարցս անշուշտ մեր գլխավոր առանցքը յուրաքանչյուր համայնքի քաղուտի բարակային հայությունն է։ Այսօր գարջ կոնկրետ ինչ տվյալներ կրնակ հաղորդել, արդյոք արտակախտի նոր ալիքը սպասենք Իսրայելեն, Երուսաղեմեն, Օպայեն, Հայֆայեն, Յաֆայեն, կամ նույնիսկ ձեր ապրած բնակավայրեն, արդյոք կա այդ միտումը հայերու, որ տեղափոխվին առնվազն Հայաստան հեռանալու համար այս կրակներեն, կա այդպիսի բան։ Ոչ, կա մեզանում տունայ ծրագիրը չի աշխատում, չի աշխատելու եւ մենք պետք է մեր իրավունքների համար, գիտեք, մեր միաբանությունը զինյալ միաբանություն է, զինվորյալ միաբանություն է Երուսաղեմի, մենք չենք խրախուսում, կոնկրետ մենք Պետախտիկվայի նայերի միությունը իսրայելահայերի, մենք չենք խրախուսում մարդկանց հեռանալ Իսրայելից, որովհետև մենք ունենք այստեղ լուրջ խնդիրներ, լուրջ մարտահրավերներ դե Իսրայելի կառավարության դեմ, որը փորձում է օրինական եւ ոչ օրինական ճանապարհներով մեր ձեռքից ասենք, գիտեք, Կովերի պարտեզի տխրահրճակ պայմանագիրը խոսել ենք սրա մասին, այսինքն մենք մեր հողերի, մեր քրիստոնեական իրավունքների լուրջ խնդիրներ ունենք այստեղ եւ որքան մենք մենակ այստեղ շատ հայեր բերենք եւ հզորացնենք հայկական համայնքը, այնքան մեր համար սերնդու է։ Անչափ շնորհակալ եմ, պարոն Չեռնոմորյան, այս արժեքավոր դիտարկումներուն համար, մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ հյուրս Պետախտիկվայեն լրագրող, բոլորիս շատ հայտնի լրագրող Արտյոմ Չեռնոմորյանն էր, նաև հորդորս ցեզի արկելի ագնտիրներ հետևելու համար մանավանդ մերձավոր արևելքի զարգացումներուն Լիբանան, Սուրիա, Իրաք, Թուրքիա, Պոլիս հետևեցեք մեր էջին արևելքին, դարաձեցեք մեր տեսանյութերը եւ այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես։